Գերմանիայի պատմության ամենամեծ պետական գործիչ Օտո ֆոն Բիսմարկը Գերմանիան միավորողը ասում էր. երբեք այդքան չեն ստում, որքան ընտրություններից առաջ, պատերազմի ժամանակ եւ որսից հետո։ Նա ճիշտ էր ասում։ Եվ վաղը մենք մտնում ենք մի բովանդային փուլ, սկսում է մեր նախընտրական կամպանիան, որի ընթացքում այնքան սուտ կլսենք, որ Էլդուսուս, որում հայ գրանտակերների սուտ է, նաև անբավարարական սուտ է, կարելի է մի բան ստեր խաբել, բայց երբ այդ ամեն ինչը ուղեկցվում է նենգափոխությամբ, ամենաստոր մանիպուլյացիաներով, դա արդեն այնքան էլ ողջունելի չէ եւ դե հիմա ինչ ասենք, պետք է դիմանանք։ Ուրեմն Սամվել Կարապետյանը այսօր հանդիպում է լրագրողների հետ եւ մի լակոտ նիկոլական թե սորոսական մամուլից նրան ասում է, թե բա դուք ուր էիք, պարոն Կարապետյան, երբ Ռուսաստանը մեզից 400 միլիոն փող վերցրեց, որ զենք վաճառի, ոչ զենքը տվեց, ոչ փողը, եւ չտվեց։ Դե Կարապետյանն էլ նախ այս ամենը չէր տիրապետում այդ ինֆորմացիային։ Ինչ ասկսեց խոսել, թե ինքը Իրանից շատ ոչ մի հայ հայոց բանակի համար շատ բան չի արել եւ այլն եւ այլն։ Այնինչ պետք էր լակոտին ասել հետեւյալը, լակոտ նախ 400 միլիոն չէ, 300 միլիոն է։ Երկրորդ, այս 300 միլիոնանոց պատվերից Հայաստանը կամավոր հրաժարվե եւ Ռուսաստանին խնդրեց, որ այդ մեր վճարած 300 միլիոնը դիտարկեք որպես մեր պարտքի մալում։ Ռուսերը համաձայնեցին, դա չեն ուզում մարդիկ դեռ։ Եվ երրորդ ամենակարևորը։ Նույնիսկ Կարապետյանը երևի չի ուզում խոսել նման բաներ, որ արևմուտքների դեմ չլարի, բայց լավ է ես ասեմ։ Հայաստանին հանձնարարված է զինաթափվել։ Այսինքն գնել 120 միլիոնով Սու-30 լավագույն կործանիչներից մեկը 4 միավոր, բայց առանց բոյեկոմպլեկտ, որ հանկարծ չկրակի։ Բայց ժողովուրդը տեսավ, չէ՞, նախրի տեսավ, որ ժողով վարչապետը սայմալոտը բերե, հելավ նստավ, ուզում էր քշել եւ այլն։ Հայաստանին ասված է, դու պետք է փողը ծախսես, որ քո նախիրը տեսնի, դու զինվում ես, բայց իրականում դու պետք է հնդկական զիբիլ բերես, հնդկական հրթիռներ, որոնք երբեք չեն թռել, ոչ ոք դրանց չի տեսել, ոչ ռազմի դաշտում երևի չեն փորձարկվել, 240 միլիոն վճարել է դրան։ Դու պետք է յոլա գնաս շատ թանկ ֆրանսիական Սեզար հաուբիցներով, որոնք ես կարող եմ 3 տարուց տան։ Եվ այլն, ես պետք չի զինվել որակյալ զենքով, որովհետև ամեն պահ ռևանշը հնարավոր է, կարող է Հայաստանում թավշյա բռնի հեղափոխություն լինի, նորմալ հայկական իշխանություն գա եւ այդ Եվանգելական դրուբեկը կվտանգվեն Ադրբեջանի տարածքում եւ Ադրբեջանը որպես պետություն։ Դրա համար սրան հանձնարարված է զինաթափվել, սա է զինաթափվում է։ Հետո այդ նույն լակոտը հարցնում է Կարապետյանին, թե բա որ Ադրբեջանը մտավ մեր տարածքները գնա, թե գրավեց, հապկը տեր չեղավ, բա ինչի չխոսեցիք, ինչ արեցիք այդ ժամանակ, ինչ է պետք ասել այդ լակոտին եւ նրան լսող վստահող հանրությանը եւ նախրին։ Նա խապկի ինչ աներ, խապկին դիմում ուղարկեցին, խապկից պատվիրակություն եկավ գլխավոր քարտուղարի ղեկավարությամբ, որ ինչ ընդունել ժողովարչապետ Փաշինյանը։ Այդ պատվիրակությունը գնաց, տեղում ծանոթացավ իրավիճակին, եկավ, Փաշինյանը չընդունեց, գնաց։ Հետո Հայաստանում տեղի ունեցավ դեկտեմբեր ամիսներ 22 թվականի ՀԱՊԿ-ի գագաթնաժողովը, որին մասնակցում էր Պուտինը։ Ուրեմն ոչ գիշեր նախարարները արտաքին գործերի նստան այդ համատեղ համաձայնություն ստորագրեցին, պատրաստեցին, որը նախատեսում էր ՀԱՊԿ-ի առաքելություն այդ շփման գծում ու կարծեմ զինված առաքելություն։
Առավոտ ժողով վարչապետ Փաշինյանը չի ստորագրում։ Ամերիկյան դեսպանը հանձնարարում է աբույտ տալ այդ պրոյեկտին եւ տեղը բերել Եվրադիտորդ, որոնց հայաստանյան առաքելությունը բաններ, շպիոնություններ Ռուսաստանի, Իրանի եւ Հայաստանի դեմ, թեպետ Հայաստանի դրանք ինչ գաղտնիք ունեն, ինչ էլ ասեն, սա կտանի կասի չէ։ Հիմա բացի այդ, հատկը կառույց է, որը շուտ պարտավորություններ է սահմանում անդամների համար միմյանց նկատմամբ։ Օրինակ, եթե այսօր Ռուսաստանը հարվածի լեհական Ժեշուվ քաղաքում տեղակայված բազային, որտեղից սնուցում է ստանում բանդերական բանակը, առաջինը ինչը Լեհաստանը կանի, դա պատասխան հարվածն է։ Գոնե 2-3 հատ ձևի համար կկրակեն, հետո նոր կվազեն ՆԱՏՕ 5-րդ հոդված, եւ process-ը կընթանա ըստ կանոնակարգի, ըստ կանոնադրության։ Արա դուք քանի հատ եք կրակել։ Ձեր զորքերը թողը հետ են եկի։ Փաշինյան Նիկոլի հրամանով թե առանց դրա, էականը դա չի։ Դուք մի հատ չեք կրակել, բայց ուրիշին ասում եք արի մեզ համար կրակի։ Լավ, դուք ում եք իշի տեղ բերել։ Դեռ մեծ կրակեիք, պատասխան հարված ստանայիք, մի հատ Իսկանդեր ուղարկեիք անգլիական տրուբա, մի քիչ վնասեիք, քերսով էին թողում է ջանդան։ Դեպի Փաշինյան Նիկոլն ասում է Իսկանդերները 10%-ով են թռում, դա էլ է բավարար, ոչինչ։ Քերսով են թողում։ Հետո նոր դիմեիք հապկից եւ պահանջատել լինեիք։ Դուք ոչ մի բան չեք անում։ Դուք պայմանավորվում եք Ադրբեջանի հետ, որ դուք իրան բարսուկներ եք տալու, կապիկություն եք անում։ Լավ են մարդիկը լակոտի տեղ եք դնում այդ մարդկանց։ Լակոտի տեղ եք դնում։ Դրեք։ Եվ հիմա իմ անհանգստության պատճառը ո՞րն է։ Գիտեք, թե Կարապետյանը, թե Քոչարյանը, դե այնտեղ ուրիշ ընդդիմադիր չկա, որ ես ասեմ, դեղ այդ Թաթոյան, Արմուր Սարգսյան, Վարդուր, Շարան Վաղո, Կարապետյան, Արշուլը, դրանց լուրջ ընդունել պետք չի, հատկապես լուրջ պետք չի ընդունել Ծառուկյանին, թեպետ նա ոնց էլի 5% կպոկի ցավով սերդի, որովհետև 150 կիլոնոց նապաստակը դա լավ բանի չի հասցնի ես երկրին։ Ծառուկյանը մի հատ չարի բերեց մեր գլխին, իդեմ ժողով վարչապետի եւ այս լակոտակրատիայի, անշուշտ հավատացեք, որ այս անգամ էլ կբերի։ Եթե հանկարծ նրա այդ 5-6%-ը պայմանական անհրաժեշտ եղան եւ Փաշինյանին եւ Կարապետյանին կամ Քոչարյանին, հավատացեք, ինքը կվազդի Փաշինյանի գիրկը, որովհետեւ նրան անպայման կզանգի, ասենք, ամերիկյան դեսպանը, ֆրանսիականն է կզանգի, չեն ամաչի։ Ինչ անեն Կարապետյանի շրջապատում չկա ամերիկյան դեսպան։ Նես որ այդ 150 կիլոնոց նապաստակից պետք է շատ զգուշ մնալ, շատ զգուշ։ Նրանից ամեն ինչ հավատացեք, նա արդեն ուղղակի պատճառ է դարձել 5000 հայ ջահելության սպանությանը զոհվելուն եւ Արցախի տոտալ կորուստի։ Ինչև է։ Լավ, դառնանք խոսենք Կարապետյանի ու Քոչարյանի մասին։ Նրանք նախ լեկտի չեն, հետո անդաստիրակ չեն։ Հետո անբարոյականի վաստակ չեն։ Նրանք բոլոր ընտանիքներում մեծացած են։ Ավանդական հայկական ընտանիքներում Կարապետյանի հերը մանկավարժ է եղել, Քոչարյանի հերը կուսակցական աշխատող է եղել, Ղարաբաղի այդ ոնց են ասում, մարզային գործկոմի նախագահի տեղական, ինչ-որ գրանտակեր չեն։ Վարշավայում ու Բուդապեշտում քաշ չեն եկի սորոսական կուրսերի, մանիպուլյացիաներ չեն սովորել, ստորություններ, ստախոհություն չեն սովորել։ Իհարկե այդ մարդկանց շատ դժվար կլինի այս լեկտի միջավայրում այս Փաշինյան Նիկոլի դեմ պայքարել։ YouTube-ի գրեթե բոլոր բաներում այս քանի օրը ինձ գալիս են բաներ, գովազդային կլիպեր։ Մի քանիսը ասեմ ուղղակի ապշելու բան։ Բա իմացեք ժողովուրդ, Կարապետյանը ռուսերեն խոսք է տվել, որ հաղթանակի դեպքում 300,000 հայ զինվոր է ուղարկում Դոնբաս։
Եթե ուզում եք ձեր երեխեքը գնան Դոնբաս մեռնեն, Կարապետյանին ձայն տվեք։ Ախր սենց գժությունները կատիլ, բայց իրենց գործանում են, չէ՞, մանավանդ եթե նկատի ունենանք, որ հայ ժողովուրդը, ինչպես եւ աշխարհի բոլոր ժողովուրդների 90%-ը, դա մեղմ ասած անուղիղ նախիր է, մտածել ունակությունից զուրկ։ Կամ ասում են Ալեքսանյան Վահակը նապաստակ Ծառուկյանից թռած հանգրվանած Փաշինյան Նիկոլի մոտ ասում է, ախր ասելուց բացի ապացուցում անելու, բա չես ամաչում ուժեղ տեղասանվել 250,000 Հալիձորի մանկապարտեզին ավել լուսի վարձեք ջրել, բա միլիարդները տենց է սարքել, լավ ես ինձ ստորություն է, ես ինձ ստորություն է, ինչև է, շատ պատասխանատու պետք է վերաբերվեն Կարապետյանը, Քոչարյանը և նրանց թիմակիցները գալիք ստորություններին, լետիուսներին հնարավորինս պատրաստված լինեն, որովհետև սրանց ամեն մի սուտը հատկապես վաղը դեբատներ կլնեն, դիսկուսիաներ կլնեն, պետք է շատ լուրջ վերաբերվել, պետք է լուրջ պատրաստվել սրանց, այլապես ես չեմ կարծում, որ աջող կանցի նրանց նախընտրական կամպանիան։ Այսքանն էի ուզում այսօր ասել, վաղը ամսի 8-ն է, դե ամսի 9 գիտեք, հայկական իշխանության և հայ արևմտականների սգող օրն է, դա մեծ հաղթանակի օրն է, հայրենական պատերազմում, եթերում մենք էլ կսկանք դրանց հետ։ Դե ես վաղը նայենք, թե սրանք ինչ լկտիություններ պիտի անեն, վաղվանից կսկսեն։ Մեզ էլ համբերություն մաղթենք, որ դիմանանք, ինչ-որ առողջական խնդիրներ չունենանք, մինչև ամսի 7-ը ուսանք ամեն ինչ բարեհաջող կլինի։ Նորից եմ հիշեցնում, խնդրում եմ, բաժանորդագրվեք իմ YouTube-յան և Telegram-յան ալիքներին, եթե ուզում եք, որ այս ամեն ինչը երկար շարունակվի։ Մնաք բարով, վաղը կհանդիպենք։